Փոքր Մանթաշ գյուղում շինարարական աղմուկ է։ Երկրաշարժից 37 տարի անց գյուղում զրոյից կառուցվում է նոր դպրոց։ Գյուղի գործող դպրոցը կառուցվել է 1980-ին, 8 տարի անց երկրաշարժը խարխլել է հիմքերը, շենքը դարձրել վթարային։ Այդտեղ դասապրոցեսի ավարտին քիչ ժամանակ է մնացել։ Հարևանությամբ շինարարները արագացնում են գործը։ Շենքը կառուցվում է հիմնակամախկով, շրջանական երկաթբետոն է, միացյալ երկաթբետոն է, 5 լրիվ 4-ը մասնաշենք է, ինքը տարական դպրոց, միջին եւ ավագ դպրոց, հանդիսությունների տալի, շինարարության նորմերին ենք հետևում, նախագծին, այդ է ամենակարևոր նշանակությունն որ նախագծով պետք է շարժվից, շեղվից նախագծից շատ լավ արդյունք կունենանք։ Ժամանակին կավարտենք եւ որակով ամենակարևորը։ Փոքր Մանթաշի դպրոցը կառուցվում է 300 դպրոց 500 մանկապարտեզ պետական ծրագրով։ Շինարարական աշխատանքները համակարգում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Հայաստանի Հանրապետություն երկրաշարժից հետո մի քանի անգամ վերանայվել են սեյսմիկ նորմերը, մասնավորապես մեծ վերանայում տեղի ունեցել 2020 թվականին, որից հետո ըստ էության գործնականում Հայաստանի Հանրապետության սեյսմիկ նորմերը համապատասխանեցվեցին միջազգային ստանդարտների։ Հայկ Գալստյանը մատնանշում է Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ իրականացվող դպրոցաշինական սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը։ Սեյսմիկ նորմերը վերանայվել են հատկապես այս ծրագրով։ Մինչև այդ, եթե կրթական հաստատությունների շինարարության նախագծերն իրականացվում էին միջազգային փորձաքննություն համապատասխանություն համատեքստում, չափորոշիչների վերանայումից հետո այդ անհրաժեշտությունը ըստ Գալստյանի բովանդակային առումով դուրս է եկել։ Սովետական միության ժամանակ ըստ էության գործող նորմերը տվյալ պահին 7 բալ սեյսմիկ ուժգնության համար էին նախատեսված, սակայն ներկայումս բոլոր վերանայումների արդյունքում Հայաստանի Հանրապետության սեյսմիկ նորմերը համապատասխանեցվել են 9 բալ երկրաշարժի դիմասկունության։ Երկրաշարժից տուժած Շիրակի մարզում զրոյից կառուցվում է 12 դպրոց ավելի քան 20 միլիարդ դրամ բյուջեով, հիմնանորոգվում է 28 դպրոց, միասնի աշխատանքների արժեքը 6 միլիարդ դրամ է։ Այս տարվա մայիսին բացված Արեգնադեմի դպրոցի համար կառավարությունը ծախսել է 739 միլիոն դրամ։ Մինչև 88 գյուղը ունեցել է երկհարկանի տիպային դպրոց։ Երկրաշարժից հետո շենքը չի գործել։ Ուկրաինացի շինարարները Արեգնադեմում կառուցել են բնակելի տներ, որոնցից 3-ը հետագայում ծառայել են որպես դպրոց։ Ազատանի դպրոցը, որը մենք այս տարի բացեցինք, Ազատանի դպրոցի դահլիճում տրված են նույն նստարանները, որը ենթադրել ենք Երևանի լավագույն կինոթատրոններում է տրված։ Այսինքն լավագույնը մենակ մեր երեխեքի համար։ Մենք 28 դպրոցներից սեպտեմբերի 1-ին հասցրեցինք 5-ը շահագործման հանձնել ու հիմի արդեն հանձնարարականը տրված է, որոնք արդեն մոտենում են ավարտին ամեն ինչ անել, որ այդ դպրոցները եւս հունվարի 1-ից շահագործման հանձնել։ 2026-ի առաջին եռամսյակում կավարտվեն 28 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։ Նոր կառուցվող 12 դպրոցի շահագործումը նախատեսված է 2026-27 թվականներին։ Դավիթ Հարուշանյանի խոսքով Սառնախբյուրում եւ Գյումրիում 3 մանկապարտեզի նորոգման մրցույթները հայտարարված են։ Ավելի քան 20 մանկապարտեզ մարզում նորոգվել հագեցվել է գույքով։ Գյումրիում միակ տնական մանկապարտեզի հարցով կդիմեն կառավարություն տիպային շենքով նախակրթարան կառուցելու համար։ Ծավալները այնքան մեծ են, որ Ախուրյան համայնքում էլի ենք մանկապարտեզ բացել։ Մենք ստացվում է, որ երևի թե ամեն ամիսը 2-3 անգամ ինչ որ նոր կառույցի բացման ենք մասնակցում։ Վստահ եմ, որ երեխեքը, որոնք նման մանկապարտեզներում ու նման դպրոցներ են հաճախում, այդ երեխեքի Հայաստանը վաղը վատը չի կարող լինել, ու այդ երեխեքը արժանի են ամենալավագույնին։ Այդ օրերը իմ ամենասիրած օրերն են, որտեղ նայում ես այդ աշակերտների, այդ երեխեքի աչքերին, այդ երեխեքի ոտանավորներին ու հասկանում ես, որ արածդ աշխատանքը արդյունք է տվել։ Տարածքային զարգացման հիմնադրամը դպրոցաշինական ծրագրերը իրականացնում է 2 աղբյուրի միջոցով։ Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ կառուցվում է 46, պետական բյուջեով 100 դպրոց։ Բոլոր դպրոցները կառուցվում են զրոյից։ 46-ից 27-ի աշխատանքները ավարտված են, մյուսները ընթացքում են։ Պետական բյուջեի ծրագրի շրջանակներում 17 դպրոց կառուցվում է Լոռի մարզում, 11 դպրոց Շիրակի մարզում։ Ասիական զարգացման բանկի ծրագրի շրջանակներում 3 դպրոց կառուցվում է եւ կառուցվել է ավարտվել է նկատի ունեմ Լոռի մարզում եւ 2-ը Շիրակի մարզում, որից մեկը ավարտվել է։ Փորձաքննության կարիք չեն ունենում, որովհետև ընթացիկ վերահսկողությունը շատ խիստ է, իրականացվում է տարածքային զարգացման հիմնադրամի կողմից եւ ըստ էության օրենսդրության նաեւ դրա անհրաժեշտությունը բացակայում է, սակայն Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության ծրագրի պարագայում վարկային պայմանագրով նախատեսված դրույթի համաձայն իրականացվում է նաև միջազգային փորձաքննություն ամենավերջում եւ կառուցման ավարտից հետո եւ ստանում ենք սերտիֆիկատ միջազգային կազմակերպությունից 9 բալ երկրաշարժի դիմասկունության առումով։
46 դպրոցի կառուցման բյուջեն մոտ $220 միլիոն է։ 100 դպրոցի կառուցման համար պետությունը կծախսի մի քանի 100 միլիարդ դրամ։ Փոքր Մանթաշի դպրոցի շինարարությունը սկսվել է 2024-ի դեկտեմբերին։ Երկաթբետոնե սեյսմակայուն եռահարկ 4 մասնաշենքով կառույցը նախատեսված է 288 աշակերտի համար։ Պայմանագրային արժեքը 1 միլիարդ 941 միլիոն 960 հազար դրամ է։ Մայա Խաչատրյան, Քրիստինա Մկրտչյան, Ռոմիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, լուրեր։